Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բռնի տեղահանումից հետո, ինչպես գիտեք, ես նաև այստեղ մենք ինքներս գրանցել ենք հասարակական կազմակերպություն, արդարություն եւ վերադարձ եւ այս մոտ 2 տարի բավականին նաև հասարակական գործունեություն ենք ծավալել, իհարկե հիմքում ունենալով արցախցիների վերադարձի իրավունքը եւ նաև փորձել ենք բազմաթիվ թե սոցիալական, թե իրավական, թե քաղաքական խնդիրների լուծումներ տալ արցախցիների շրջանում, ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր ենք արել մշակութային։ Այսօր եւս այդ ծրագրերից մեկն է, որովհետեւ այս գլխավոր պաշտոնական մասից հետո լինելու է նաև մշակութային ծրագիր, որտեղ բացառապես էլի Արցախի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներն են ելույթ ունենալու եւ ասեմ ինչումն է կայանում։ Նման մտածողությամբ հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ծրագրեր են սկսել իրականացնել հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որովհետև մենք հիմա գտնվում ենք հերոսների վերականգնողական քաղաքում, որը եւս հասարակական կազմակերպություն է, եւ էլի մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք փորձել են իրենց փոքրիկ միջոցներով ու հնարավորություններով տարբեր տեսակի աջակցություններով հետևանքներից տուժած մարդկանց տարբեր ձևերով, տուժած սկսած հոգեբանականից, առողջապահականից վերջացրած սոցիալական եւ մյուս խնդիրներով մենք որոշեցինք այսօր հուշագիր ստորագրել 6 հասարակական կազմակերպություններով, որպեսզի կարողանանք հետագայում ավելի մեծ ու այսպիսի համախմբված լավ արդյունք ունենալ եւ նաեւ կարեւորում ենք, որ նման մտածողությամբ մարդիկ, ովքեր կարեւորում են ունենալ առողջ ապաթիայից դուրս հասարակություն, որը պատրաստ է ապրել, արարել, շենացնել իր հայրենիքը, պայքարել իր հայրենիքի բարօրության եւ լինելիության համար, ապա պիտի գործունեությունը ծավալել այո այդ ուղղությամբ եւ նաեւ հիմքում ունենալով մեր բոլորի գլխավորը իրավունքների պաշտպանությունը։ Ասացիք, որ ավելի մեծ ծրագրեր իրականացնեք, կխնդրեմ նշեք 1-2 ծրագիր, որ արդեն նպատակ կա ու մոտ ապագայում հնարավոր կլինի սկսել։ Իհարկե պլանները, նպատակները քննարկումների ընթացքում, ինչի արդյունքում էլ որ առաջացավ միավորելը, նպատակները բազմազան են, դեռևս իրենք այսպես վերջնական տեսքի բերված չեն, որովհետև յուրաքանչյուրս մեր դաշտում բավականին մեծ աշխատանք ենք տարել եւ այս որոշ ընթացք մենք օգտագործելու ենք, որպեսզի կարողանանք իմի բերել արածը եւ հասկանալ դեռ ինչն է բաց թողնված կամ ինչ շրջանակներ ենք ընդգրկելու, ասեմ, որոնք են լինելու սկսած հոգեկան առողջությունից, մարդկանց ֆիզիկական առողջությունը, մարդկանց իրավունքները, որովհետև անկախ այն հանգամանքից, որ այսօր նաև արցախցիները բազմաթիվ խնդիրներ ունեն իրավական առումով Հայաստանի Հանրապետությունում, եկեք չմոռանանք, որ նույն խնդիրը ունեն նաև Հայաստանի մեր հայրենակիցները, այսինքն այստեղ ուղղվածությունը կոնկրետ չի լինելու միայն արցախցիների, այլ լինելու է ընդհանրապես Հայաստանի ողջ տարածքով, լինելու են մշակութային։ Շատ կարևորում ենք, որ Արցախը արցախցիները որպես համայնք, ինչին է նաև միտված լինելու, գլխավոր նպատակներից մեկը ծրագրերը, որոնք են լինելու։ Մենք շատ կարևորում ենք, որ արցախցիները ապրեն, արարեն Հայաստանի Հանրապետությունում եւ ունենան այդ գիտակցումն ու զգացումը, որ Հայաստանի Հանրապետությունը եւս մեր բոլորի հայրենիքն է։ Այո, այս պահին մենք ամենածանր երևի թե վիճակում ենք, որտեղ հայրենիքի այն հատվածը, որտեղ մեր տները, մեր անցյալը, մեր ամեն ինչն է, մենք ընդունում ենք, որ ժամանակավորապես կորցրել ենք, բայց դա չի նշանակում, որ պիտի Հայաստանի Հանրապետությունը այսպես անընդհատ ճամպրուկային տրամադրությամբ ու ոչինչ չանելու տրամադրությամբ լինենք, այսինքն ոչ, պիտի մեր ողջ ուժը, էներգիան ներառենք, որ մենք կարողանանք Հայաստանի Հանրապետությունում անենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի կարողանանք թե արժանապատիվ կեցության հնարավորություն ունենանք, թե Հայաստանի Հանրապետությունը իհարկե բարգավաճի, ուժեղանա, հզորանա եւ լինի այն մեր պատկերացումների հենց Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ամենակարևորը, որ արցախցիները չդիտարկեն արտագաղթելը Հայաստանից։ Դա ամենացավալին է այսօր
այսօր, որ մենք մեր բոլոր գործողությունները, դա կլինեն մշակութային ծրագրեր, դա կլինեն առողջապահական, իրավական, ինչ տեսակ ծրագիր լինի, մենք հիմքում պիտի ունենանք արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում պահելը, որովհետև ես վստահ եմ, որ մի օր, երբ այդ օրը լինի եւ մենք հնարավորություն ունենանք վերադառնալ մեր բնորան, Աստված մի առասցե շուրգանք ու տեսնենք, որ չկան արցախցիները, չնայած որ հիմքում Արցախ վերադարձը դա հայի վերադարձը պիտի լինի եւ այստեղ եւս չենք տարբերակում ծնունդով արցախցին է թե Հայաստանն ու Հանրապետությունում ծնվածը, բայց ամեն դեպքում պիտի արցախցիները իրենց տեղակայման վայրը հենց լինի Հայաստանի Հանրապետություն եւ գլխավոր նպատակը դա է լինելու ծրագրերի։ Կին Հակոբյան շատ կարևոր փաստ նշեցիք, որ արցախահայերը չարտագաղթեն Հայաստանից, միթե դա հասարակական կազմակերպությունների խնդիր է, իսկ պետական մակարդակով այդ հարցը ինչպես պիտի լուծվի ու նման հավաքույթների միջոցով է միթե միայն հնարավոր դա կանխել, որ արցախահայերը չգնան։ Ես կարծում եմ, որ դուք հենց ձեր հարցի մեջ պատասխանել տվեցիք, այո, ցավոք, մենք այսօր արձանագրում ենք, որ պետական մակարդակով հակառակն է արվում։ Այսինքն արվում է ամեն բան, որպեսզի արցախցին լքի Հայաստանի Հանրապետություն, եւ գիտեք, խնդիրը միայն սոցիալականը չէ, որտեղ այնպես չի, որ Հայաստանը լքած արցախցին այսօր առողջ այլ երկրում ապրում է բարեկեցիկ կյանքով, ոչ։ Հիմնական խնդիրը դա հոգեբանական խնդիրն է, որովհետեւ դժվար է հայրենիքի քո մյուս հատվածում քեզ օտար զգալ, դժվար է հայրենիքի մյուս հատվածում երբեմն հասկանալ եւ շատ հաճախ հասկանալ, որ քեզ դիտարկում են որպես անձնական թշնամի։ Իհարկե խոսքը ժողովրդի մասին չէ, խոսքը հենց կոնկրետ իշխանությունների մասն է եւ այն քարոզչամեքենան, որ աշխատում է նաեւ այդ տարբերությունը դնելու, հա, արցախցի հայաստանցի, միևնույն է նույնիսկ այս իրավիճակում շատ ակտիվ է աշխատում։ Եւ բնական է, որ հասարակական կազմակերպություններով, քաղաքական կառույցներով հնարավոր չէ այդ հարցի լուծումը տալ, որովհետեւ այն ամենամեծ հնարավորությունը բնական է, որ իշխանությունների ձեռքին է, բայց նմանատիպ միջոցառումներով հնարավոր է շատ բան փոխել մարդկանց մտածողության մեջ։ Տեսեք, հիմա այստեղ հակված են մարդիկ, որոնք միգուցե նաև հեռուստադիտողը չճանաչի էլ տեսնելիս, բայց այստեղ մարդիկ են, ովքեր իրար 2 տարի չեն տեսել, մարդիկ են, որոնք չգիտեին մեկը մյուսի տեղը, եւ գիտեք, հիմա շատ կարեւոր է նաև այս շփումը, իրար տեսնելը, իրար հետ պլաններ կազմելը, իրար հետ հույսեր, երազանքներ կերտելը, դա շատ կարեւոր է եւ հավատացեք, սա առաջին միջոցառումը չի, որ նմանատիպ անում ենք եւ ամեն անգամ մենք արդյունքը գրանցում ենք ու հետևանքները տեսնում ենք, որ նաեւ այսպես հանդիպումների ժամանակ մարդիկ կարողանում են իրար աշխատանք առաջարկել, մարդիկ կարողանում են իրար հետ ինչ-որ բան ստեղծել եւ գիտեք ոգևորությունը այնքան մեծ է լինում, որ այո, նաեւ մարդիկ անհատները միավորվելով իրար հետ ինչ-որ ծրագրեր են սկսում իրականացնել։ Թվում է թե այստեղ մենք հավաքվելով կամ հասարակական կազմակերպություններ կամ այլ կառույցներ պիտի կոնկրետ ֆինանսական աջակցություն կամ չգիտեմ ինչ-որ բաներ անեն, չէ, այդպես չէ, հիմնականում սրա թողած հետևանքներն են երևացող ու արդյունավետ։